Սպայկայի տնօրեն Դավիթ Ղազարյանը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունեցել երեկ ու նշում է, որ չնայած աննախադեպ հրդեհի պատճառած վնասներին ու չոր վիճակագրական տվյալներին, ընկերությունում թևաթափ չեն եղել, ավելին հուսախաբ չեն անելու ոչ արտասահմանյան, ոչ էլ տեղական գործընկերներին։ Սպայկայի ղեկավարությունը վստահ է, որ ընկերությունը չի զիջելու առաջատարի դիրքերը, իսկ ժամանակավոր դժվարությունները ավելի են համախմբելու նպատակների ու ծրագրերի իրականացման գործում։ Մեր ընկերությունը հանդիսանում է մեր պետության լոկոմոտիվը գյուղմթերքի արտահանման մասով, կարամ ասեմ նույնիսկ, որ այն ծավալները, որոնք որ պայմանագրեր ունենք մենք դրսի սուպերմարկետների հետ, այդ ծավալները, այդ պարտավորությունները կատարելու ենք։ Շենքը եղել է ապահովագրված, փոխհատուցում ստանալու համար փաստաթղթեր են պատրաստվում, վնասի չափը ճշտվում է։ Երեկվա կրակից տուժել է միայն Սպայկան։ Այս շենքում երբևէ ուրիշ կազմակերպության ապրանք չեն պահել։ Սպայկան տրանսպորտային ծառայություն մատուցելիս պատվիրատուի ապրանքը առաքել է մինչև պատվիրված վայր։ Հրդեհված շենքն ասում են այլևս պիտանի չէ, իսկ կողքի շինությունում աշխատանքը շարունակվում է։ Նույն ընկերության Փայտիա եւ Պենոպլաստե արկղերի արտադրամասն է։ Տրանսպորտային ծառայությունները եւս անխափան են։ Բոլոր 120 բեռնատարներից ոչ մեկը չի վնասվել։ Մենք երեք Հայաստանից արտահանում ենք արել։ Երեք ցերեկը ինձ մեր լոգիստիկայի բաժինը մոտիկանում ասում է ապրանք ունենք արտահանելու, արտահանենք թե ոչ, հա, մեքենան բարձված, բայց թղթաբանությունը դեռ արված չէր։ Ես ասում եմ այո, սկսեք։ Ու երբ որ մեր մասնակիցները բրոկերները գնացել են Մաքսատուն ու ձևակերպել են, զարմացած են մնացել։ Մենք մեր գործը չենք կանգնացել։ Նոր սառնարանային տնտեսություն Սպայկան կունենա շուտով։ Բագրատունյաց 70 հասցեում արդեն 3 երեկոյան մեկնարկել են աշխատանքները։ Սպայկային պատկանող պահածոների գործարանը պատրաստվում է մթերմանը, սառնարաններով ապահովված կետերում։ Միաժամանակ բանակցություններ են տարվում սառնարաններ վարձակալելու ուղղությամբ։ Մենք նախապատրաստվում ենք սեզոնին, հա։ Մեր ամբողջ արդեն այդ սեզոնի համարյա նախապատրաստական աշխատանքների 85%-ը մենք կատարել ենք։ Դեռ Ծիրանը սկսելու մեկնարկելու համար 1 ամիս կա, բայց մենք վերջացրել ենք։ Գյուղացու բերքի մթերումը չեն դադարեցնի։ Ընկերությանն աջակցելու հարցի քննարկումները կառավարությունում շարունակվում են։ Սպարտակ Գրիշյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։